տաղավարում ես հյուրուն եմ, զրուցելու եմ տնտեսագիտության դոկտոր, Տաշիր Կապիտալ ընկերության ներկայացուցիչ Միքայել Սողոմոնյանի հետ։ Պարոն Սողոմոնյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես մենք քիչ առաջ լսեցինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, թե ի վերջո ինչ գործընթաց է շարունակելու այդ որոշմանը, որով Պարոն Կարապետյանին պատկանող հեծը լիցենզիայից զրկվեց։ Առաջին հարցը հետաքրքիր է նաև թե ինձ, թե հանրությանը կա արդյոք որոշում, թե արդյոք վիճարկվելու է հանձնաժողովի այս որոշումը։ Նախ եւս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար։ Իհարկե կարծում եմ կվիճարկվի, ու դրա համար որոշակի ժամկետ է պետք։ Ինչ վերաբերվում է հետագա գործողություններին, ինչ որ նշել է հանձնաժողովի նախագահը, ես ճիշտ ասած որևէ կոնկրետ հստակ բան չեմ կարող ասել, որովհետև իրոք թե իրավագիտության, թե տնտեսագիտության իր հետ փոխկապակցված process-ների մեջ ինքը իրոք աննախադեպ երևույթ է եւ նման բան մեր նոր անկախ պետության պատմության ընթացքում չի եղել, այսինքն թե իրավական, թե մնացած քայլերի տեսանկյունից անկանխատեսելի եւ պլանավորված գործընթաց է, որը ներկայիս ժամանակով հնարավոր չի կանխատեսել, թե ինչ քայլեր կլինեն։ Հիմա պարոն Մեսրոպյանը ներկայացրեց առաջիկա 3 ամիսներին բանակցություններ, եթե որևէ արդյունք չեն տալիս այդ բանակցությունները, այսինքն կողմերը համաձայնության չեն գալիս, արդեն գերակաշահի իրավունքով վերցվում է սեփականության իրավունքը։ Պարոն Սողոմոնյան, հեծը կառավարության հետ կբանակցի ընկերության վաճառքի շուրջ, թե ոչ։ Ճիշտ ասած, ես չեմ ուզում այդ տիրույթ մտնեմ, որովհետև ինչպես այս 3 օրերի ընթացքում երկար քննարկումների արդյունքում, եթե լսել եք մեր հաստարկները, եւ ինչպես նաեւ հաշվի առնելով արբիտրաժային դատարանի միջանկյալ վճիռը, այս process-ը ընդհանրապես տեղի չունենալ։ Ուրիշ բան է, որ Հայաստանի Հանրապետությունը իդեմս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իմ համար առնվազն անհասկանալի պատճառներով չի ընդունում այդ արբիտրաժային որոշումը որպես կատարման ենթակա, չնայած որ անհրաժեշտ եմ համարում նշել, որ վճիռը, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը, տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետությանը ներկայացնում է հենց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Եվ հատկանշական է անպայման նշել, որ նույնիսկ կառավարության համապատասխան ստորաբաժանումը ի հարցում գրավոր հանձնաժողովի թե ինչ պետք է անել այդ արբիտրաժային դատարանի հետ, հստակ պատասխանել է, որ անհապաղ ենթակա է կատարման։ Այսինքն ամբողջ պատասխանատվությունը արբիտրաժային դատարանի կողմից այդ վճռի դրված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա։ Ինչքան է նա իրավազոր ենթարկվել, չենթարկվել, զուտ գտնվում է հանձնաժողովի պատասխանատվության դաշտում, ավելի հստակեցնեմ, նույնիսկ հանձնաժողովի պատասխանատվության դաշտում չի գտնվում, այլ գտնվում է հանձնաժողովի նախագահի պատասխանատվության դաշտում, որտեղ ինչպես գիտեք, այդ աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունների արդյունքում որոշում օրենք ընդունվեց, որով գործընթացը հենց նախաձեռնել է հանձնաժողովի նախագահը, որը նույնպես կարգավորման իրավասությունների լիազորությունների ներքո աննախադեպ երևույթ է։ Միանձնի, այսինքն որոշեց Ռոմանոս Պետրոսյանին նշանակել հեծի կառավարիչ։ Ոչ միայն Ռոմանոս Պետրոսյանին, տեսեք, նախ ես եթե կարելի է մի քիչ ակունքներից սկսեմ այս ամբողջի գործընթացը, հա, ինչպես ես այսօր նիստում ելույթում արտահայտվեցի, բնական մենաշնորհներում ընդհանրապես 3 սուբյեկտ եւ օբյեկտ կան, իդեմս պետության, իդեմս սպառողի քաղաքացու եւ իդեմս մասնավոր սեփականության, այդ թվում պետական սեփականության։ Այսինքն այդ 3 սուբյեկտները կամ օբյեկտները, ոնց կուզեք ասենք, իրանք ունեն այդ ոլորտում, այսինքն բնական մենաշնորհների ոլորտում բախման կետ, որոնք են դրանք։ Նախ եւ առաջ բնականաբար է, որ պետությունը իդեմս որպես սուբյեկտ կամ օբյեկտ կարգավորման մեծագույն ցանկություն ունի, որպեսզի այդ գործունեության արդյունքում շատ հարկեր վճարվեն եւ շատ ներդրումներ կատարվեն։ Դա պետության տեսանկյունից։ Սպառողի տեսանկյունից էլի բնականաբար ցանկություն կա որպես շա մատչելի սակագին, հեշտ եւ արագ մատչելիություն ենթակառուցվածքներին եւ որակյալ ծառայություն։ Իսկ եթե նայենք արդեն երրորդ սուբյեկտի որպես տնտեսվարողի, թե պետական սեփականության, թե մասնավոր
շահի տեսանկյունից բնականաբար շահույթի ստացում, հա, եւ ներդրումների արդար վերադարձ։ Հիմա այդ երեքը այն ռուսական հայտնի բասնյայի Լեբեզ ռակի շուկը, իրանք չեն կարա իրար հետ համընկման տեղ ունենան, հասկանում եք, այսինքն աշխարհը դեռևս 1887 թվականին կարգավորման ինստիտուտը ներդրվել է Միացյալ Նահանգներում, այն վաղ կարգավորում էին երկաթուղային այդ փոխադրումները, հա, խնդիրը կայանում է նրանում, որ աշխարհը այլ ձև այդ շահերի բախման համընդհանուր կետը եւ շահերի հավասարակշռումը որոշելու բացի պետական կարգավորվող մարմնից չի գտել։ Ավելին ձեզ ասեմ, այդ մարմնի հիմնական առաքելությունը հենց կարգավորվող անձանց, պետության եւ սպառողների շահերի հավասարակշռման խնդիրն է։ Պետություններ կան, օրինակ Բրիտանիան, այնտեղ հեռահաղորդակցության ոլորտը ընդհանրապես կարգավորողը ունի ՍՊ-ի կարգավիճակ, որը հիմնադրել հենց այդ 3 օբյեկտները, այսինքն ամբողջությամբ արդար իրավիճակ են ստեղծել, որպեսզի որևէ մեկի մոտ չառաջանա ցանկություն միջամտի այդ խնդրին, պետությունը միջամտի, սպառողը թե տնտեսվարողը իր ամբողջ ունեցվածքով եւ այլ, ինքը խնդիր է առաջացնելու միջամտության եւ այդ բալանսը հավասարակշռումը խախտելու է։ Մի բան էլ հավելեմ այս ամեն ինչին։ Տեսեք, մշտապես երբ որ մի կողմը սկսում է գերակշռել, մշտապես խնդիր է առաջանում, օրինակ բերեմ պետության վրա, հա։ Եթե պետությունը այս ինստիտուտը չի ստեղծում, ցանկացած քաղաքական կարևոր իրադարձություններից առաջ պետությունը ու դա բնականon ցանկություն է, ցանկություն ունի որոշակի մատչելի դարձնել այդ ծառայությունները, որպեսզի ապագա ինչ-որ քաղաքական իրադարձությունների շրջանակում ինքը լավ դիրքերից հանդես գա, դա կլինի սակագին, դա կլինի առանձին անապահով խավերի համար որոշակի արտոնություններ եւ այլ։ Բնականաբար այդ քաղաքական ռիսկը փակելու համար պետք է անկախ կարգավորող մարմին, որը ոչ թե որոշում է ամեն անգամ տարբեր ձև սակագինի հաշվարկը կամ այլի հաշվարկը, այլ դրանք որոշվում են 3 կողմի հետ փոխհամաձայնեցված մեթոդոլոգիայի հիման վրա եւ համապատասխան համընդհանուր սկզբունքների հիման վրա։ Օրինակ բերեմ կոնկրետ աշխատավարձը։ Աշխատավարձի հաշվարկման, սահմանման մեթոդոլոգիա գոյություն ունի։ Այսինքն չի կարող աշխատավարձի ֆոնդը տարեկան, իսկ կարգավորողը ոչ թե կոնկրետ մարդու աշխատավարձն է աշխատակցի որոշում, այլ տարեկան հատկացվող սակագնի շրջանակներում ֆոնդը, ինչքան կարող է այդ ֆոնդը լինել։ Դրանք բոլորի համար նույնական են, դա լինի ատոմակայան, դա լինի, չգիտեմ, Երևանի ջեք, դա լինի Հայաստան էլեկտրական ցանցեր կամ պետական բարձրավոր էլեկտրականներ, այսինքն այդ համընդհանուր սկզբունքների շրջանակում է այդ ամեն ինչը որոշում եւ դրա համար միջամտությունը ահավոր բարդանում է։ Երևի թե այս հարցին այսքանը։ Հիմա գանք այն հիմնավորումներին, որ մեծ հաշվով պետությունն է ներկայացնում, թե ինչու պետք է հեծը օրինակ լիցենզիայից զրկվեր, այստեղ կետերով առանձնացրել եմ Օրինակ, հա, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելում պետք է իրենք ապահովեն, հանրային կարգի ապահովում պետք է ապահովեն, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացում, ինչպես նաև հեծում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը եւ հետագա չարաշահումների կանխարգելումը։ Ինչքանով եք համաձայն այս դիտարկումների հետ, այսինքն որևէ կերպ ընդունում եք, որ ինչ-որ խնդիրներ եղել են հեծում, թե սա ամբողջովին այս գործընթացը կապում եք քաղաքական գործողությունների հետ, այն որ սրանով պարզապես փորձում են Սամվել Կարապետյանից իր սեփականությունը խլել, վերցնել։ Տեսեք, եկեք մի պահ քաղաքականությունը դնենք մի կողմ, զուտ վերլուծենք այն ինչ որ գրված է եւ ինչ կատարվեց։ Եթե նկատեցիք, գրված է այդ ամեն ինչը ներկա ժամանակով, այսինքն որպես կատարված փաստ։ Արդեն իսկ խնդրահարույց է, որովհետև որևէ մեկը այս 3 խնդիրների պատճառները չի ուսումնասիրել եւ փաստերը այդ պայծրությամբ չկային։ Բայց ներկայացում է որպես կատարված փաստ։ Ավելին, մինչև գործադիրի հայտարարությունը, այս 3-ը
ներառվել է նաև օրենսդրական այդ նախաձեռնության մեջ, որը հիմնավորել է այդ օրենքները պետքա փոփոխվեն։ Այսինքն դա արդեն խնդրահարույց է։ Հիմա ինչ է որոշել օրենսդիրը։ Օրենսդիրը որոշել է, որ այս արդեն որպես կայացած փաստ այս 3 խնդիրը լուծելու համար կոլեգիալ 5 հոգուց կազմված մասնագիտացված մարմին, իսկ այնտեղ նաև մասնագիտական պահանջներ կան։ Մի հանձնաժողովի անդամը պետքա լինի իրավաբանական կրթության, մեկը տնտեսագիտական եւ այլ։ Այդ 5 հոգին իզորու չեն այդ գործընթացը սկսել եւ հանձնաժողովը օրենքով իրեն վերապարված լիազորությունների շրջանակներում չի կարող ընկալել, թե այդ ինչ է կատարվում։ Դրա համար չգիտեմ ինչի, արդեն իսկ խնդրահարույց է այդ ամեն ինչը։ Օրենսդիրը որոշել է, որ կառավարության լիազոր մարմինի դեմս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետք է հաղորդում ներկայացնի հանձնաժողովի մեկ անդամին նախագահին, որի հիման վրա այդ մեկ անդամը առանց մնացած հանձնաժողովի անդամների պետք է հարույցի վարույթ եւ ըստ այնմ արդեն հասկանա, թե ինչա տեղի ունեցել, այսինքն արդեն իսկ որ սկզբից նշված էր, որ դա որպես փաստ, բայց պետք է ուսումնասիրվի, թե դրանք փաստ են, թե չէ, արդեն հակասություն կա։ Երկրորդը, եթե վերցնում ենք ՏԿ-ն, այսինքն տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության հաղորդումը, բաղկացած այդ 9 կետը իր ենթակետերով, հա, նույնպես խնդրահարույց է, որովհետև փաստորեն ինչ ստացվեց։ Կետերի մեծամասնությունը 6-ը թե 7-ը հիմա լավ չեմ հիշում, ուղիղ վերաբերելի են հենց ՏԿ-ն ենթակայության խնդիրներին, մասնավորապես օրինակ նշված էր Երևանի ջեկում մեծ վթարը։ Երևանի ջեկը պետական է, գտնվում է պետության կառավարման ներքո եւ առնվազն խնդիրը պետքա լուծվեր այդ տիրույթում։ Մյուս հարցը զարմանք է առաջացնում, որ ՏԿ-ն հաղորդման մեջ որոշակի տերմինոլոգիա կա օգտագործած, որը օրենսդրության հետ կապ չունի, որտեղ կան տերմինոլոգիաներ, սահմանումներ, որոնք օրինակ ԵԲՀ կանոններում, էլեկտրոէներգիայի բաշխման կանոններում սահմանված է, օրինակ այնտեղ սահմանված է այնպիսի սահմանում, ինչպիսին համակարգային վթար։ ՏԿ-ն օգտագործում է տերմին խոշոր համակարգային վթար, որը իրավաբանության իրավակարգավորների շրջանակներում գոյություն չունի։ Եվ ինչ է ստացվում, այդ 9 կետից 7-ը, որոնք վերաբերելի են հենց ՏԿ-ն լիազորություններին, հանդիսանում են պատճառ հեծում ճգնաժամային կառավարման։ Արդեն իսկ խնդրահարույց է։ Դե տեսեք, դեռևս ես ոչ մի պատճառ տենց հստակ չեմ թվարկել եւ չեմ այս գործընթացին միավորել քաղաքական կտորը, զուտ իրավական գիտական մասն եմ ասում, հա։ Մյուս հարցը, հիմա միանշանակ պետք է փաստենք, չէ, որ ճգնաժամի բնորոշումը բաղկացած է այդ 9 կետից կամ 10 կետից, որ ներկայացել է ՏԿ-ն հաղորդմամբ հանձնաժողովի նախագահին, ճիշտ է։ Հիմա հենց որ այդ վարույթը առանց ուսումնասիրելու, թե ինչա ներկայացված այդտեղ հանձնաժողովի նախագահան հարուցել է, վարույթի ընթացքում պարզվեց, որ այդ 9 կետից 7 ընդհանրապես այս որոշման հիմքում, որպես մեծ կառավարման ճգնաժամի ապացույց, չեն ներառվել, որովհետև եթե ներառվեին, կստացվեր, որ պետական լիազոր մարմնի խնդիրն է դա, ոչ թե հեծի։ Ինչպես ռուսական ասացվածն ասում, главное во время следствия не выйти на самих себя։ Հիմա կստացվեր այդ խնդիրը։ Հիմա դա այստեղ գալիս է ուրիշ խնդիր, դե 3 մնացած խնդրով կառավարման ճգնաժամ չի ստացվելու։ Բնականաբար պետք է եւս 3 կետ կամ մի քանի կետ, որ այդ ամբողջականությունը ճգնաժամի որոշակիորեն լրջությամբ հիմնավորվի, հա։ Նույնի այդ եկան մի քանի կետեր, որոնք իհարկե մենք որպես փաստարկված հիմքեր չենք կարող համարվել, որովհետև հաջորդ խնդրի վերաբերյալ, որ ես հիմա կասեմ, մի քիչ երկար ստացվեց կներեք, բայց ինքը իրար հաջորդող խնդիրներ էր։ Մենք այդ խնդիրները ապացուցված ու փաստարկված չենք կարող համարել այն պարզ պատճառով, որ ուղղակի այդ խնդիրների ստուգման ժամանակ մենք զրկված ենք եղել այդ process-ներում մասնակցելու։ Այսինքն գնացել են առանց
բաժնետիրոջ, հա, որոնք երրորդ անձ են ճանաչվել այս process-ում, առանց բաժնետիրոջ ներկայությամբ որոշակի ինչ-որ բաներ են ստուգել, որոնք մենք ներկա չենք եղել։ Այսինքն իրանք իրանց ստուգել են, իրանք իրանց եզրակացություն են արել։ Ուղղակիորեն բաժնետերը տեղ չի մասնակցել, չի կարա դա փաստարկված համարի։ Ավելին ձեզ ասեմ, եթե նույնիսկ ինչպես օրենսդրությունում է գրած, դիտարկենք, որ պետական լիազոր մարմինը կարգավորման օժանդակողն է համարվում, այս ամբողջ process-ը օժանդակման հետ կապ չունի, որտեղ այն մնացած 3 կետերը, որ հաղորդման մեջ կային ու վերջում մնացին 3-ը, վերաբերել են հենց կարգավորող մարմնի լիազորություններին։ Այսինքն անհասկանալի է, թե ինչ ձևի են այդ լիազորությունների շրջանակում տեղեկատվությունը հասանելի լինել տկենին, ինչու է նա նույն ձևով վերցել եւ նույն ձևով ուղարկել, օրինակ հասարակ օրինակ եմ բերում, գրված է, որ 1 միլիոնատ դիմում բողոք է ստացվել 1.80 հեռախոսա համարով։ Իսկ ով ասեց, որ դրանք բողոք են։ Կարող է մեկը սխալ է զանգել, կարող է մեկը զանգել է գրաֆիկը ճշտիլ, հա, անջատումների։ Կամ այլ խնդիր, այսինքն դրանք առանց հստակ վերլուծության, ավելին ասեմ, դրանք ձայնագրվում են, ձայնագրումով, լսելով, հասկանալով, թե դա ինչ բնույթ է կրում, տեղեկատվական, պարզաբանման, զուտ ինֆորմացիոն, հա, հնարավոր չի ասել, որ 1 միլիոն զանգը, որը իրականում եղել է, դրանք վերաբերել են ամբողջությամբ դասվելի են որպես բողոք։ Հետևաբար ինչ է ստացվում։ Ստացվում է, որ ունենք մի իրավիճակ, որ օրենսդրի փոփոխության կարիք այս գործառույթը իրականացնելու համար ընդհանրապես չկա եւ դրդապատճառը անհասկանալի է, որովհետեւ այս նույն վարույթը հենց կարգավորողի լիազորությունների շրջանակում կարգավորողը կոլեգիալ որոշմամբ կարող էր ինքնին սկսել, եթե նման խնդիրեր տեսնում։ Պարոն Սողոմոնյան, կա հստակ գին, թե ինչ արժե հեծը եւ նաեւ կա հնարավորություն, որ Հայաստան պետությունը կարող է իրեն թույլ տալ այս մասնավոր ընկերությունը գնել այդ միջոցները արդյոք կան, թե ինչ է կարծում ամեն դեպքում, այսինքն ուզում եմ հասկանալ կարող է դա պետականացվել, թե կփորձեն մեկ այլ մասնավոր ընկերության միջոցով գնել դա։ Ես մանրամասների մեջ չեմ կարող հիմա շատ տեղեկատվություն ներկայացնել, որտեղ իրոք անկանխատեսելի է ինձ համար, թե ոնց են գնահատելու, ինչպես են գնահատելու, մեծածավալ ներդրումներ է կատարել բաժնետիրոջ կողմից, արդյոք այդ ներդրումները հաշվի կառնվեն եւ այլն, բայց միայն այն փաստը, որ կա միջանկյալ Ստոկգոլմյան արբիտրաժային դատարանի որոշում, որտեղ ակնհայտ ֆիքսված է, որ զերծ մնալ թե օտարման, թե ժամանակավոր կառավարչի նշանակման գործողություններից կարգավորի կողմից, ես չեմ կարծում, որ կգտնվի որևէ լուրջ ընկերություն Հայաստանում եւ միջազգային, հա, ասպարեզում, որը կուզենա այդ իրավիճակում գա ու կառավարի կամ տիրապետի այդ ընկերության, որտեղ ինքը խնդրահարույց է։ Այսինքն պետությունը կատարել է մի գործողություն, իդեմս կարգավորող մարմնի, որը միջազգային արբիտրաժային դատարանը արգելել է։ Այդ արգելանքի ներքո կատարված գործողությունները ցանկացած լուրջ կառավարչի կամ մի հատ խոշոր ընկերության կամ կոնսորցիումի համար, որը ուզում է կամ ցանկություն ունի ձեռք բերել բաժնետությունը, խնդրահարույց է։ Պարզ օրինակ բերեմ, եթե մեկն ու մեկս ուզում է տուն գնել, եթե կիմանաք, որ այդ տունը գրավի տակ է կամ ինչ-որ մի իրավական խնդրով ծանրաբեռնված է, ոչ մեկս այդ տան համար որևէ գին չի վճարի, մինչև այդ խնդիրը չվերանա։ Նույնը ընկերության տեսանկյունից, դրա համար ես հիմա չեմ ուզում այդ տիրույթ մտնեմ, քանզի կա այդ վճիռը եւ այն չի կատարվում ուղղակիորեն։ Հիմա մեզ դիտող հեռուստադիտողներին էլ ամենայն հավանականությամբ այս ամբողջ պատմության մեջ մեկ հարց է հետաքրքրում։ Ի վերջո, հոսանքի գինը թանկանալու է, թե մնալու է նույնը, թե հակառակը հնարավոր է նաև էժանանա, որովհետև այս ամբողջ գործընթացները անկախ նրանից դրանք կապ ունեն իրավաբանության հետ, թե իսկապես քաղաքական են, ամեն դեպքում այստեղ մարդկանց քաղաքացիներին միայն սակագնի հարցն է հետաքրքրում։ Տեսեք, ես այս բառակապակցությունը ցավոք սրտի շատ եմ կրկնելու այսօր մեր հարցազրույցի ընթացքում,
որ հաշվի առնելով ամբողջ իրավական տիրույթում գտնվող խնդրահարույց ուղղությունները, իրանք ինձ որպես մասնագետի հնարավորություն չեն տալի կանխատեսել, թե ինչ կարող է լինել, բայց հստակ է մի բան, որ մասնավորեցումից, այսինքն երբ որ սեփականություն անցավ Բաշիր ընկերությունների խմբին այս ակտիվը, իդեմս հեցի լայնածավալ ներդրումային ծրագրի շրջանակներում մեթոդոլոգիական հիմունքների հիման վրա ֆիքսվեց, որ հեցի այդ վերջի կտորը, այսպես կոչված մարժան, այսինքն գնելու եւ վաճառելու տարբերությունը ինքը մնալու է անփոփոխ այնքան ժամանակ, մինչև մենք ներդրումները կանենք, կավարտենք եւ կունենանք մեր պատկերացմամբ եւ ներդրումների ծավալով պատկերացմամբ, որը համաձայնեցված է հանձնաժողովի հետ, այդ ցանցը։ Այսինքն հիմա այդ պայմանավորվածությունը ինչպես կշարունակվի, ում հետ ինչ կանեն, ոնց այդ ամեն ինչը կշարունակեն, արդյոք դա կպահպանվի, չի, անկանխատեսելի է։ Իրոք ոչ մեկ չգիտի, բայց չեմ բացառի, որ նման ռիսկեր կարող են լինել անկանխատեսելիության դաշտում։ Եվ վերջում մի այսպիսի հարց եմ ուզում տալ, քանի որ Ռոմանոս Պետրոսյանը, ով հիշեցնեմ, հեցի ժամանակավոր կառավարիչն է, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից է, արդեն մի քանի ամիս զբաղեցնում այդ պաշտոնը եւ բավական բարձր աշխատավարձ ստանում, հիշեցնեմ 5 միլիոն 200 հազար դրամ։ Վերջերս հայտարարում էր, որ Կարապետյանների ընտանիքի համար բավական մեծ շնորհակալ գործ է արել այս 3 ամիսների ընթացքում, ասում էր, որ ես ոչ թե միլիարդավոր, ապա 100 միլիոնավոր դրամների խնայողություններ եմ արել գնման գործընթացների արդյունքում, ներդրումային ծրագրերի իրականացման մատակարարումների գործընթացների թափանցիկությունն ապահովելու արդյունքում։ Կխնդրեմ հակիրճ պարզապես գնահատեք նրա այս 3 ամսյա կառավարման արդյունքը կամ գուցե դա հետևանք է եւ ոչ թե արդյունք։ Տեսեք, այն աշխատավարձի ֆոնդը տարեկան, որը ներառված է սակագնի մեջ, հանձնաժողովի մեթոդոլոգիայով հաշվարկված։ Բնականաբար չի թույլ տալիս այդպիսի աշխատավարձներ վճարել այն որակյալ մասնագետներին եւ որակյալ ապրանքների գնման համար, դարենք այլ գնումների ֆոնդով, հա։ Եվ բնականաբար Տաշիր ընկերությունների խմբի կողմից եւ սեփականատիրոջ կողմից լրացուցիչ ֆինանսական միջոցներ են մշտապես հատկացրել, որպեսզի կարողանանք ավելի լուրջ, ավելի բարձր աշխատավարձերով ներգրավենք այս մեր ընդհանուր աշխատանքի մեջ ավելի փորձառու մասնագետների։ Հիպոթետիկ թվեր ասեմ, ենթադրենք, թե 12 միլիարդ դրամ սակագնում ներառված այն մեթոդիկայի համաձայն աշխատավարձի ֆոնդն է, հավելյալ մոտ 8-9 միլիարդ դրամ էլ տարեկան բաժնետիրոջ կողմից է դրվում, որպեսզի ապահովի այդ բարձր աշխատավարձները։ Հիմա հարց է ծագում, եթե խնայողություն է կատարվել, կարող է այդ 8 լրացուցիչ միլիարդից է կատարվել։ Եթե կատարվել է, մենք ապահովել ենք այդ բարձրակարգ մասնագետների աշխատանքը բնականաբար։ Այսինքն, եթե այդ լրացուցիչ կտորով է կատարվել, տեղ մենք չգիտենք վնաս է թե օգուտ է, որովհետև այդ մասնագետին, որը կար ու ազատվել է եւ որին վճարում էինք, այդ գումարը ներկայացել չի կարող վճարել, եթե խնայողություն է տրվել։ Նույն բոնուսային համակարգն էլ է դրանով պայմանավորված եւ համապատասխան չափորոշիչների դիմաց է դա վճարվում, այնպես չէր, որ անպայման պետքա դա վճարվեր։ Հիմա այդ խնայողությունը որտեղից է, ցավոք սրտի մենք հասանելիություն չունենք։ Նույնը վերաբերել է գնումներին, այդ փաստը ուզում եմ անպայման նշեմ, տեսեք, գնումների կարգը հաստատում է հանձնաժողովը, որը ղեկավարվում է գնումների մասին օրենքի համապատասխան դրույթներով։ Այսինքն հանձնաժողովը ցանկացած գնում իրականացնում այդ կարգի համաձայն։ Յուրաքանչյուր տարի մենք ներկայացնում ենք ներդրումային ծրագիր եւ սակագինն է վերահաշվարկվում։ Դա կարգն է հանձնաժողովի։ Սակագնի մեջ պարունակող ցանկացած մեծություն, սկսած շահագործման պահպանման ծախսերից վերջացած աշխատավարձով, կարգավորողն է հաստատում, այսինքն մենք խիստ կարգավորման տակ ենք սահմանափակ միջոցներով, այո։
Դրանից հետո մենք ներդրումային ծրագիր երբ որ ուղարկում ենք հանձնաժողով մշտապես գրավոր ընթացակարգով ուղարկում է կառավարության լիազոր մարմնին, ՏԿ-ին, որպեսզի համաձայնացնի նաև նրանց հետ պետական քաղաքականության շրջանակներից բխող արդյոք ուղղություններ կան, որ կարելի է այդ ներդրումային ծրագրում կամ անհրաժեշտ է ներդրումային ծրագրում ներառել, հա։ Իսկ այն հայտարարությունները, որ այսուհետ պետք է հեծի ներդրումային ծրագրերը համահունչ լինեն պետական կառավարության պետության կողմից իրականացնող քաղաքականությանը, դրանք միշտ էլ տենց են եղել, իսկ չի եղել տենց բան, որ չլինի։ Դրանից հետո գալիս է արդեն այդ գնումների կարգով մրցույթների իրականացման կարգը, հա, որտեղ ներառում են հստակ այն ապրանքատեսակները կամ ծառայությունները, որը գնումների պլանում հանձնաժողովի կողմից հաստատված է։ Տեխնիկական բնութագրեր, այսինքն ինչ տիպի ապրանք, հա, կամ ծառայություն պիտի մենք այդ գնումների արդյունքում գնենք, սահմանում է հեծի տեխնիկական խորհուրդը, որի գներն էլ համապատասխանեցնում ենք ըստ հանձնաժողովի կարգի քաղաքաշինության նախարարության կամ կոմիտեի կողմից տրված միջինացված գներին, մինուս ինչ-որ տոկոս, որ ավելի խիստ լինի մեր մոտ, որ մենք գիտենք շուկայի ուսումնասիրության արդյունքում, այդ գներից եթե բարձր գնառաչարք ստանանք մրցույթի արդյունքում, մենք չենք գնի այդ ապրանքը, որտեղ ունենք կողմնորոշվից։ Ինչու, որտեղ եթե մենք թանկ գնենք, դա սակագին չի ներառվի։ Հասկանում եք։ Եվ գալիս է երրորդ փուլը դրանից հետո, երբ որ մենք ապրանքը կամ ծառայությունը ձեռք ենք բերում, մինչև հանձնաժողովը եւ անկախ աուդիտորը միջազգային չստուգի այդ գների իսկությունը ու արդյոք այդ ապրանքատեսակը, որ գնել ենք, համապատասխանում է գնումների պլանում ներառվածին։ Սակագնի մեջ չի մտնում։ Դուք պատկերացնում եք, ինչ խիստ սահմանափակ շրջանակի մեջ է գործում այդ։ Այսինքն, որ այդ գնումների գործընթացը լավարկվել է, պետք էր առնվազն փոխել կարգը գնումների, տեխնիկական բնութագրերը, այդ քաղշինի չափորոշիչները եւ այլ եւ այլ։ Ինչպես հասկացանք այս 3 օրվա քննարկումներին, ոչ մի բան չի լավարկվել։ Այսինքն որոշակի մրցույթները կանգնեցնել, հետո նորը հայտարել, դա ընդհակառակ վնաս է բերել, որովհետեւ երկարաձգվել է ներդրումներով պայմանավորված այն ապրանքատեսակի մատակարարումը, որը պետք է ժամանակին կար հասներ։